Բարի գալուստ ուժեղ ոդքասթի աշխարհը։ Ողջույն բոլորին, նորից ուժեղ ոդքասթն է եթերում եւ մենք կրկին ունենք ուժեղ հյուր, ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արթուր Միքայելյանն է իմ հյուրը, ողջույն Արթուր։ Ես էլ եմ ողջունում, շնորհակալություն հրավերի համար։ Խնդրեմ, ինչպես եք։ Հիանալի։ Շատ ուժեղ։ Կուզեմ մի քիչ ձեր անցած ճանապարհի մասին պատմեք, որ նաեւ մեր հերոստատիտողը մեզ դիտողները մի քիչ ավելի լավ ճանաչեն ձեզ, որովհետև արդեն մտնում ենք նախընտրական փուլ, ինչքան հնարավոր է, sense փորձում ենք մեր հյուրերին ներկայացնել, էլի որ մարդիկ ավելի լավ ճանաչեն։ Կուզեմ դուք ինքներդ ձեզ ներկայացնեք ու արդեն անցնենք առաջ աղաքին հարցեր ունենք քննարկելու։ Փորձեմ համառոտ ինքս իմ մասին չեմ սիրում շատ խոսել, փորձեմ համառոտ, ծնվել մեծացել եմ Երևանում, կյանքիս մի մասը ապրել եմ արտասահմանում, հիմա կրկին ապրում եմ Հայաստանում, աշխատել եմ ամեն ինչ արել եմ նրա համար, որ իմ աշխատանքով, իմ գործով, որ ի նպաստ Հայաստանի ինչ-որ օգուտ լինի։ Ծառայությունս բանակում անց եմ կացրել դժվարին ժամանակաշրջաններում, այսպես ասած։ Ժամանակաշրջաններ։ Սինադաթերը նոր էր կնքվել 94 90-ականներ, ամենադժվար 90-ականներ։ Իսկ որտեղ։ Այնտեղ այն հողերում, որը հանձնվեց։ Հասկացա։ Իսկ էլ Հայաստանից գնալու պլաններ չկան, այսինքն լրիվ sense։ Գիտեք, Հայաստանից գնալու պլանները այսպես են, Հայաստանը մեր բոլորի կարիքն ունի ու ես շատ եմ ուզում, որ մեր հայրենակիցները, ովքեր ապրում են Հայաստանի սահմաններից դուրս ու մտահոգ են Հայաստանի Հանրապետության վաղվա օրով ու ճակատագրով վերադառնան ու իրենց փոքր ներդրումն ունենան Հայաստանի Հանրապետությունում։ Օրինակ ես ունեմ ծանոթներ, որ ասում են, եթե այս իշխանությունները նորից վերընտրվեն, իրենք Հայաստանից մտադիր են գնալ, այդ մարդկանց ինչ կարելի է հորդորել ասել։ Ասեմ այսպես, այդ ժամանակ կարծում եմ իրենք չեն գնա, իրենց կուղարկեն։ Որտեղ այս իշխանությունների նպատակը հետևյալն է, իրագործել մեր հարևան թշնամի երկրների օրակարգը, որը վերջին 100 տարվա ընթացքում ընդհանրապես չի փոխել։ Նրանք Հայաստան ուզում են տեսնել առանց հայերի։ Ու այստեղ նրանց վերջերս Ալիևի արած այն հայտարարությունը, որ 300,000 ադրբեջանցի ավտոմեքենաներով ու ոստիկանների ուղեկցությամբ մտնելու են Հայաստան, դրա վառ ապացույցն է, որին հակադարձում Հայաստանի իշխանություններից ոչինչ չլսվեց։ Ու մինչ օրս պատմությունը ցույց է տվել հետևյալը. Ալիևը ինչ ասել է, Նիկոլ Փաշինյանը հեզորեն կատարել է այդ ամեն ինչը։ Նա ուղղակի շանս չունի այդ ամեն ինչը չկատարելու։ Նա համաձայնելու է, այստեղ մեր այսպես մեր ինքնության հարցն է, մեր եսի հարցն է, մեր արժանապատվության հարցն է։ Ես չեմ ուզում, որ ինքը գա, ինչ որ մեկը գա ու ինձ դուրս հրավիրի իմ տնից։ Քանի որ հենց այս թեման բացվեց, համ այդ 300,000 ադրբեջանցիների ճակերտավոր վերադարձի մասին, համ էլ եթե այս իշխանությունները մնան այդ մասով, էլի։ Օրինակ ես ունեմ զգացողություն, որ հիմա մի տեսակ sense նախընտրական անդոր է, այսինքն այդ անդորը ոնց որ sense Ադրբեջանի կողմից տրվել է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ինքը կազմակերպի իր նախընտրական քարոզարշավը, հատկապես փորձի ընտրողների վրա ծախել խաղաղությունը, որը որ շատերս հասկանում ենք, որ շատ փխրուն է, իրական հիմքեր չունի այդ խաղաղությունը, շատ վտանգավոր խաղաղություն է։ Ու ես ունեմ զգացողություն, որ եթե հանկարծ ինքը մնաց, անմիջապես հաջորդ օրվանից նորից Ադրբեջանի կողմից սկսվելու են պահանջներ, օրինակ Տիգրանաշենն են ուզելու, էլի նմանատիպ անկլավների անվանտակ տարածքներ, մի խոսքով շատ վատ բաներ է սկսվելու, այդ թվում նաև այդ 300,000 ադրբեջանցիների վերադարձ ծրագիրը։ Հիմա այդ ծրագրի մասով, օրինակ մի քիչ բացենք, էլի մեր ժողովրդի աչքերը, ես հիմա sense իմ համար չեմ սա խոսում կամ ձեզ համար, էլի ուզում եմ, որ մեզ լսողները դա կարողանան ավելի լավ պատկերացնել։ Ինչ կլինի, եթե 300,000 ադրբեջանցի գան ու բնակություն հաստատեն Հայաստանում։ Այ մի հատ այդ մասին խոսենք, դրա հետևանքների, դրա մոտակա տարիներին բերած հետևանքների մասին մի քիչ մարդիկ կարողանան հասկանալ, էլի դրա վտանգներն ու արհավիրքները, թե ինչ կարող է լինի Հայաստանի հետ, ինչպիսին կդառնա Հայաստանը այդ պարագայում։ Կարճ պատասխանեմ, ու հետո բացեմ փակագծերը, չի լինի Հայաստան, չի լինի հայ, չի լինի հայոց պետականություն։ Ադրբեջանը իր 300,000 քաղաքացիներին Հայաստան բերելով ինքը իրագործի իր ծրագիրը, որը իրագործվեց Արցախում։ Արցախում էլ էին նրանք ուզում համատեղ կյանք վարել, բայց ինչ տեսանք մենք։ Փակվեց ճանապարհը, Հակարի կամուրջը, որից հետո ժողովրդին ստիպեցին ապրել մոտ 1 տարի առանց պարենի
եւ հուսահատ ժողովրդին ինչ էր մնում, բացեցին ճանապարհը ու մարդիկ բռնեցին գաղթի ճամփան, եկան Հայաստան։ Հիմա Արցախ չկա, չի լինի նաև Հայաստան։ Նույնը մենք ունեցել ենք 15 թվականին։ Այն ժամանակ այդ ամեն ինչը ուղղորդվեց ցեղասպանության ժամանակ նաև ցեղասպանությամբ։ Մարդկանց ուղղակի ճանապարհեցին իրենց տներից, ճանապարհին էլ այդ մարդկանց հետքը վերացնելով։ Այդ ազգի դեմքը երբեք չի փոխվում։ Երբեք չի փոխվելու, մի քիչ դժվար է իրենց վերջին 100 տարվա ծրագիրը երբեք չեն փոխել։ Տեսեք, մեր շատ հայրենատիցներ ասում են, գիտեք, սովետական ժամանակաշրջանում մենք ապրել ենք ադրբեջանցիների հետ, հիմա էլ ապրենք։ Ես այդ մարդկանց ուղղակի չեմ մեղադրում, ուղղակի հարց եմ տալիս։ Լավ, դուք հյուրասեր եք, դուք լավն եք, դուք հյուրընկալ եք, դուք ուզում եք, որ այդ մարդիկ գան իրար հետ ապրեք։ Բայց վստահ եք, որ իրանք նույն ցանկությամբ են գալիս։ Վստահ ես, որ այդ մարդը գալու է ու քո երեխուն չի բռնաբարելու։ Վստահ ես այդ ամեն ինչում չկա ոչ մի տեսակ։ Ես այդ մասին էլ էի ուզում խոսել, օրինակ հիմա մենք այս ոդքասթը որ տեսագրում ենք, այդ ընթացքում Վեդիում գիտեք երևի ինչ սարսուռ դեպք ա եղել, որ մանկապղծության դեպք ա եղել երկու քույրերի նկատմամբ, մանավանդ խոցելի երեխեք են եղել, ովքեր գուցե չեն գիտակցել իրենց հետ ինչ ա կատարում, ըստ որոշ լուրերի, ես այդքանով եմ տեղյակ։ Հիմա օրինակ ես հիշում եմ, որ մի անգամ մի տենց նեղ շրջանակի զրույցի ժամանակ բավական sense տեղեկացված մարդկանցից լսեցի, որ 300,000 ադրբեջանցիների վերադարձի ծրագիրը նախ եւ առաջ լինելու է, որտեղ այդ 300,000 մարդիկ իրականում գոյություն չունեն, ովքեր որ ուզում են Հայաստանում ապրեն, իրենց պիտի ծրագրով բերեն այստեղ, ու խոսքը գնում են մասին, որ ծրագրերից մեկը այն է, որ Ալիևը համաներում է կազմակերպելու ադրբեջանական բանտերում պայմանով, որ ընտանիքներով տեղափոխվեն Հայաստան համաներում ստացած հանցագործները։ Բնականաբար ֆինանսավորումը կարվի, ամեն ինչ կարվի, որտեղ իրենք կարողանան գան հնարավորինս բարեկեցիկ պայմաններում ապրեն ու տեղավորվեն Հայաստանում, բայց տեղից էլ հենց կարելի է, ես ինչի այդ մանկապղծության դեպքը մատնանշեցի, որ ասենք օրինակ նույն մանկապիղծ ադրբեջանցին, ով որ իր երկրում բան տանստել, մարդասպանը, խուլիգանը եւ այլն, գան մեր երեխեքի կողքին ապրեն, ինչեր ասես, որ կկատարվի։ Ինչեր ասես, այսինքն գալու է այն ամենավատ խավը, անգամ գալու դեպքում չեն գալու իրենց դասախոսները, պրոֆեսորները, գիտնականները, չգիտեմ, արվեստագետները այդ երկրի գալու է ամենացածր խավը։ Բերեք ընդհանրապես չմտածենք էլի, որ իրենք գալու են, դա մեր համար կարմիր գիծ է։ Չէ, պետք է խոսենք, որ հասկանան մարդիկ դա լսեն, էլի։ Ես ուզում եմ դա լսեն, որովհետև չեն պատկերացնում արհավիրքը, որը որ կարաբերի այդ ծրագրի իրականացումը։ Մարդիկ կան նույնիսկ կարող է նորմալ են դրան վերաբերվում, առանց հասկանալու, առանց գիտակցելու, թե դա իրանից ինչ է ընդհանրում։ Մյուս բանը երևի իմ հետ կհամաձայնվեք, որ ադրբեջանցիները եթե 300,000 հոգով գան, իրենք մի քանի տարուց կլինեն 1 միլիոն կամ ավելի շատ։ Այսինքն իրենք այնքան արագ կշատանան ու մենք այնքան արագ կպակասենք, որ սա արդեն Հայաստան չի կոչվի, այլ զենք անգամ կիրառելու խնդիր իրենք չեն ունենա։ Ուղղակի Հայաստանը կդառնա Ադրբեջան եւ վերջ այդ ծրագրով։ Դրա համար իմ խոսքի սկզբում հարցի սկզբում ես ասացի, որ չլինի հայը, չլինի Հայաստանը եւ մեր պետականությունը։ Այս ամբողջ ծրագրի հետևում կանգնած է այդ ամեն ինչը։ Ոստեղ ընդհանրապես մենք պետք է չմտածենք դրա մասին։ Այդ օրակարգը արևմտյան Հայաստան, ինչ որ նոր եզրույթներ, այդ ոնց եղավ միջև այդ Ալիևը ասում էր, որ իր հայրը, որ իրան ստիպում են ինչ որ տարիներ առաջ, որ Փակդարների հետևում ստորագրի ու Արցախը ճանաչի որպես Հայաստանի մաս, բայց այսօր դառավ արդեն Հայաստանը դառել է Ադրբեջանի արևմտյան Հայաստան, այսպես ասեմ։ Չկա նման բան, ու դա մեր համար, ուժեղ Հայաստանի համար դա կարմիր գիծ է, հստակ կարմիր գիծ է։ Այն ինչ Նիկոլ Փաշինյանը բերում է, ժողովուրդ, մենք պետք է մի բան հասկանանք հստակ։ Չկա մի բան որ Նիկոլ Փաշինյանը արել է Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Չկա, Հայաստանի համար նույնիսկ չի արել։ Ինչ արել է ինքը 2018 թվականից սկսած, ինքը արել է ի օգուտ Ադրբեջանի ու Թուրքիայի։ Բացառապես։ Ասֆալտ անել է, դա ոչ ման ասֆալտը ոչ ուտում ես, ոչ էլ ասֆալտով երթիր ես պահում, ոչ էլ խաղաղություն ես բերում։ Կամ այդ կրակոցների դադարելը այս բային որ ժամանակավոր չկա, դա խաղաղություն չի։ Դա նախընտրական բան է, կեղծ պատահավորված խաղաղություն է, որ ցույց տալիս։ Կրակոցները ամեն պահի կարան զգան, իսկ խաղաղությունը գալիս է տարիների ընթացքում։ Ստորագրությամբ էլ չես կարող, ասենք վկայի ստորագրությամբ, ասենք Ամերիկայի նախագահի հետ նստում են, ասում է ես վկա եմ։ Վկա ես, գնա ուրիշտեղ վկայություն տուր։
Բայց ինչ որ վկայի ներկայությամբ երկու հոգի ստորագրում են իբր խաղաղություն։ Ախր խաղաղությունը այդպես չի լինում։ Խաղաղությունը յուրաքանչյուր մարդ պետք է զգա իր մեջ։ Ես օրինակ շատ եմ լինում սահմանամերձ մարզերում Սյունիքում։ Չի եղել մի մարդ, ով իմ հետևյալ հարցին դրական պատասխան կտա։ Արդյոք ինքը իր հոգու ներսում զգում է խաղաղություն։ Ոչ, պատասխանը հստակ է։ Ոչ ոք չի հավատում Նիկոլ Փաշինյանը այս խաղաղության կեղծորակարգին։ Սրտիկներ, մրտիկներ, չգիտեմ, ասեն կուկուռուց, պերաշտի, չկա տենց բան։ Ինքը ուղղակի Facebook-ում իր դիտելիությունն է բարձրացնում, բայց մարդիկ նրան ուղղակի չեն հավատում, հա։ Խամաչիկա ինքը կոնկրետ դարձել է Ադրբեջանի ու Թուրքիայի խամաչիկը, ում ոնց խաղացնում են ինքը խաղում, ինքը շատ լավ դերակատար է, ինքը շատ լավ կատարող է, բայց ինքը ոչ մի դեպքում լավ ղեկավար չի Հայաստանի Հանրապետության։ Դրա համար դա է մեր նպատակը, որ մենք ուզում ենք փոփոխություն, այ միջալոց ասեմ, որ այդ փոփոխության թիվը 3-ն է, ու այդ փոփոխությանը մենք հասնելու ենք ու բոլորս միասին հունիսի 8-ից ապրելու ենք ուժեղ Հայաստանում։ Սկսելու ենք կերտել այն ուժեղ Հայաստանը, որի համար արժի ապրել։ Շատ լավ։ Նորից մի պահ ասենց վերադառնանք ձեր անցած ճանապարհին, որտեվ դուք ձեզ ներկայացրիք, բայց հետո ուրիշ թեմաներ բացվեցին արդեն։ Ինչ որոշում եք օրինակ ձեր կյանքում կայացրել, որ ամենաշատն է ձեր կյանքը փոխել, ինչ որ տենց բան հիշում եք։ Ինչ որոշում եմ կայացրել, ինչ որը ամենաշատն եմ կյանքում փոխել։ Տեսեք։ Դեռ տարիքում մասնակցում եմ միտինգներին։ Հայոց պետականությունը վերականգնելու համար։ 88 թվին։ Մի քիչ ավելի ուշ։ Հիմա նույնպես ցավալի է, որ հիմա նույնպես պայքարում ես դրա համար։ Այդ ցավալի է դա, որ մարդիկ պետությունները գնում են առաջ, բայց եկավ մի պահ 2018-ից հետո, որ նույն ժողովուրդը ուներ մեծ ցանկություն, նպատակ, հույս, որ դեպի լավը կգնա, քանի որ ինչ որ մեկը խոստացել էր, որ ամեն ինչ լավ կբերի, տանում է Հայաստանին կործանման, թերքացման, որ էլի նույն պայքարը մղում ես։ Հիմա ավելի դիտակից, ավելի դիտակցված ամեն գործողությունները ինձ թվում է սա։ Իսկ ամենամեծ դժվարությունը, որի մեջով անցաք այդ փուլերում, դեռ չեմ անցել, անցնում եմ։ նոր եք անցնում։ Հիմա անցնում եմ դրա միջով։ Հասկացա։ Իսկ օրինակ, քանի որ ասում են Աստված սիրում է 3 թիվը, մանավանդ փոփոխության թիվն էլ 3-ն է ու Աստված սիրում է 3 թիվը, դա շատ այնց համընկնում է իրար հետ մի տեսակ։ Ձեր կյանքում եղել է ինչ-որ բան, որ օրինակ առաջին անգամ չստացվի, երկրորդ անգամ չստացվի, բայց այ երրորդ անգամից ամեն ինչ ընկնի իր տեղը։ Դիտեք, չեմ հաշվել երբեք, դժվար է հիմա մտաբերել այդպիսի բան, բայց իմ բնավորությամբ ես այնպիսի մարդ եմ, որ ես չեմ սիրում պարտվել։ Ես կամ հաղթում եմ, կամ իմ խաղը դեռ ավարտված չի։ Ու այն որ ասի որ Աստված սիրում է 3 թիվը, այս տրամաբանության մեջ ես կարող եմ հետևյալն ասել, որ Աստծո կամքով մեր ժողովուրդը վստահ եմ կունենա խոհեմությունը, ոտքի կկանգնի, կուղարկի հանգստի այս իշխանություններին ու կսկսի արժանավայել ապրել։ Մենք կարծես թե անդրադարձանք, բայց ես հարցը առանձնացրել եմ, տամ գուցե էլի բաների մասին խոսեք։ Հայաստանում օրինակ այս պահին որ խնդիրն է ամենավտանգավորը համարում, մեզ ամենամեծ վտանգը, որ կախված է Հայաստանի գլխին, որն է այս պահին համարում, կամ թեկուզ դրանցից մի քանիսը, մեկը, երկուսը։ Ասեմ, իշխանության կողմից տարվող քաղաքական մանիպուլյացիան, որը շատ մեծ մասշտաբներ ունի եւ մարդկանց հուսահատությունը։ Երրորդը նաեւ, մտածոր երեքից ենք խոսում, երրորդը նաեւ, որ ամեն հնարավոր բան արվեց այս իշխանությունների կողմից, որ մարդկանց մեջ վերանա հայրենիքի նկատմամբ պատասխանատվությունը։ Շատ կարևոր հանգամանք է։ Շատերի համար այսօր օրինակ դեռ ադրբեջանցիները երրորդ մաս չեն հասել, ասենք ամեն ինչ նորմալ է, կամ կենտրոն չեն հասել, կամ ինչ որ միտեղ կապ չունի, էլի որտեղ չեն հասել։ Ամեն ինչ նորմալ է, պատերազմ չկա։ Ասենք հասնում այնտեղ, նորից ժամանակ զգում են։ Մենք պետք է դիտակցենք, այնպես ոնց որ մենք Արցախյան առաջին պատերազմի ժամանակ էինք մենք դիտակցում, որ ազգովի բանակ էինք։ Մեկը վիրավորվում էր, ամբողջ ազգով դարդ էին անում, չեմ ասում, մարդ մահանում էր, քաղաքում քայլեր, լսում էր այդ լուրը, տխուր էին բոլորը։
Այսօր այդ ամեն ինչ ընդհանրապես տևում է մի քանի րոպե, մաքսիմում մի քանի ժամ։ Մարդիկ ոնց որ իմունիտետ են ձեռք բերել։ Մենք պետք է դիտակցենք մի բան, որ մեր հայրենիքը, մեր տունը չի սկսվում մեր պատերով, այլ սկսվում է մեր հարավային սահմանից մինչև հյուսիսային։ Արևմտյան սահմանից մինչև արևելյան սահմանը մենք դեռ չգիտենք որն է։ Այդ է ցավը։ Իսկ հնարավոր է էլի նորից արագ վերականգնել այդ զգացողությունը, որ մարդիկ ամեն զոհի համար, ամեն վիրավորի համար ունենան այն զգացողությունը, ինչ որ առաջ էին ունում, այսինքն չլինի այս անտարբերությունը, այդ բանը հնարավոր է, որ արագ վերականգնվի, մարդկանց վերաբերմունքը, մոտեցումները նորից փոխվեն ու ավելի առողջ դառնան։ Ես չեմ ասում բոլորը անընդհատ լինեն տխուր դարդերի մեջ, դրա մասին չի խոսքը, բոլորն էլ ուզում են լավ տրամադրություն ունենան ու ուրախ ապրեն, այդ շատ նորմալ ցանկություն է մարդու համար, բայց ամեն դեպքում եթե իսկապես ինչ որ մի հատ բան է տեղի ունենում, որը որ պիտի համարվի համազգային ողբերգություն թեկուզ, օրինակ Արցախի դատարկվելը, դա մի քանի օր կամ մի քանի շաբաթ հետո չդառնա լավ, դե հիմա վсё անցավ գնաց, արցախցիները եկան, թող յոլա գնան, բան sense այս մոտեցումը չդառնա, այսինքն օրինակ ես երբևէ չէի պատկերացնի, որ մենք նախ որ Արցախը կորցնենք, երբևէ չէի պատկերացնի, երկրորդ էլ որ կորցնելուց հետո կունենանք այս վերաբերմունքը։ Հիմա ոնց անենք, որ նորից նույն Արցախի հանդեպ, հայրենիքի հանդեպ, բանակի հանդեպ, անվտանգային հարցերի հանդեպ ու նաև սիմվոլների, ազգային սիմվոլների հանդեպ, ազգային արժեքների հանդեպ այդ զգացողությունը վերականգնվի կամ արդյոք դա մահացել է իրոք այդ զգացողությունը, թե սա ինչ որ sense թմբիր է ընդամենը։ Սա ժամանակի առումով կդժվարանա պատասխանել, թե ինչքան ժամանակ է պետք է այդ ամեն ինչին, բայց այն որ այդ ամեն ինչը հնարավոր է վերականգնել, դա միանշանակ։ Ինչը դա իրանից ենթադրում, դա ազգային արժանապատվությունն է։ Ուրիշ ոչինչ։ Երբ որ դու ունես ուժեղ ղեկավար, երբ որ դու ունես հայրենասեր ղեկավար, երբ որ քո երկիրը ղեկավարում է հայրենիք սիրող մարդ, անկախ ամեն ինչից, այդ ամեն բանը գնում է։ Բերեք ձեզ մի հարցն է, վերջին 8 տարում, վերջին անգամ երբ ենք մենք ինչ որ խնջույքների միգուցե մասնակցել ենք, հայրենասիրական ոգևորող ինչ որ մի երգ լսել։ Երբեք չկա։ Հանում են մեր կյանքից այդ ամեն ինչը։ Սերը հայրենիքի նկատմամբ։ Այստեղ մենք ունենք մի սերունդ, որ ցավոք սրտի այդ սերունդը 18 թվականից մինչև 24 թվական, այս վերջի 8 տարվա ընթացքում նրանց մեջ չկա այդ հայրենասիրական ոգին։ Մարդը չի հասկանում ինչ է նշանակում պայքարել հայրենիքի համար։ Բայց մի հատ ուրիշ հետաքրքիր բան էլ կա, օրինակ, քանի որ այս իշխանությունները բավական երկար մնացին իշխանության 8 տարի, իրենք են հələ դեռ հիմա էլ նպատակ ունեն ավելացնելու դա։ Կարանք ֆիքսենք մի բան, օրինակ այն երիտասարդությունը, որ 2018 թվականին հրապարակում էր, հիմա իրենք արդեն տարիքով բավական մեծացել են, մոտեցել են մոտ 30 տարեկանին, օրինակի համար, sense նայած դեպով, իսկ այն երեխեքը, ովքեր որ չէին հասկանում ինչ քաղաքական process-ներ են կատարվում, որ 10-12 տարեկան էին, այսօր 18-20 տարեկան են, այսինքն այսօր մի հատ sense նոր երիտասարդություն կա, որ պետքա գնա ընտրության, օրինակ մենք այդ երիտասարդներին ինչ բացատրենք, իրենք հեղափոխական էյֆորիայի մեջ չեն եղել, գրեթե հիշողություններ չունեն, որտեղ իրենք բակում խաղում էին կամ համակարգչի առաջ խաղում էին այդ ընթացքում կամ հեռախոսներով ու զբաղված չէին քաղաքականությամբ, ինչպես որ դա արել են օրինակ 18, 20, 22 տարեկանները 2018 թվականին։ Հիմա մենք ունենք նոր սերունդ, որի հետ պետքա ինչ-որ նոր լեզվով խոսել ու բացատրել, որ մեզ պետքա փոփոխություն, դա ոնց ենք անելու։ Տեսեք, այստեղ պետք չի ընտրություններին մասնակցելու համար քաղաքականությամբ զբաղվել, քաղաքականությամբ կզբաղվեն քաղաքական գործիչները, բայց յուրաքանչյուր մարդ, կապ չունի ինքը որտեղ է ապրում, ինքը պետք է ունենա քաղաքացիական պատասխանատվություն։ Ինչը ենթադրում այդ քաղաքացիական պատասխանատվությունը, որ դու գնաս ընտրության, քո ձայնը 10, նո ընտրությունների կոնտեքստում, հա, քո ձայնը 10 այն ուժին, ով դու համակրում ես եւ ով ունի ռեալ շանսեր ընտրություններում հաղթելու։ Այսօր, եթե չեմ սխալվում, 17 կուսակցություն մասնակցում ազգային ժողովի ընտրություններին, բայց իրանց մեծ մասը 15-ը հաստատ շանս չունեն ընդհանրապես հայտնվելու, իրենք էլ են դա դիտակցում։ Այդ ժամանակ իմ մոտ հարց առաջանում լավ, ինչի համար են այդ դեպքում այդ կուսակցությունները մոլորեցնում մեր քաղաքացիներին, ում օգտին են իրանք աշխատում, ում օգտին։ Այստեղ մեր նպատակը, ելի ես վերադառնամ ուժեղ Հայաստանի գաղափարախոսությանը, մեր նպատակը միասնությունն է։ Այս ազգի մեջից սև ու սպիտակը վերացնելն է, այս ազգի մեջից հարուստն ու աղքատը վերացնելն է, որ մարդիկ բոլորը ապրեն բարեկեցիկ։ Այս մթնոլորտը անվանում պիտի փոխվի։ Որ մարդիկ ապրեն արդեն բարեկեցիկ, որ ես վատ չզգամ, որ իմ
երեխան կամ իմ հարազատը, իմ ծնողը մտնի համացանց ինչ-որ մի բան կարդալու, ունդեղ հայհոյանքների տարափ լինի, լկտիացել են ուղղակի։ Ու այս ամեն ինչ այս լկտիությունը բերեց այս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Նրանք են սրա ջատագովը։ Նրանք են այս ամեն ինչի հովանավորը, նրանք են իրենց կեղծ էջերով այդ հայհոյանքները տարածում ամբողջ համացանցով։ Դա է նրանց ձեռագիրը։ Իսկ մենք ուզում ենք այդ ամեն ինչը չլինի։ Մենք ուզում ենք վերջ տանք այդ ամեն ինչին։ Այսօր շատ քաղաքական ուժեր հայտնել են իրենց աջակցությունը ուժեղ Հայաստան կուսակցությանը։ Առանց ոչ մի պայմանավորվածության մարդիկ աջակցում են ուղղակի։ Այդ է մեր նպատակը։ Վերացնենք այս անջրպետը, որը գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում։ Արդեն այդ ականները շատ են։ Չի կարելի այդպես։ Մենք փոքր ենք, մեզ պետք է միասնություն, մեզ պետք է պատասխանատվություն, որ այս ամեն ինչից դուրս գանք։ Հակառակ դեպքում ցախավելը հատիկ կարելի է կոտրել, բայց երբ որ մենք միասին եղանք, շատ դժվար է այդ ամեն ինչը անելը։ Ուժեղ պետություն դառնալու համար մեզ ինչ է այս բանը պակասում։ Հայրենասիրություն, միասնություն ու պատասխանատվություն։ Ուրիշ ոչինչ։ Առաջինը դու պետք է սիրես հայրենիքդ, պետությունդ, որ կարողանաս դարձնես ուժեղ պետություն։ Պետությունը նույն ընտանիքն է։ Նույն ընտանիքն է, ուրիշ ոչինչ բան։ Սիրեցիր ընտանիքդ կլինի լավ, չսիրեցիր, չէ։ Դրա համար ամեն ինչի մասին մենք պետք է հոգ տանենք։ Այսօր երկրի ղեկավարությունը, իշխանությունը ինքը չի կարա նույն ընտանիքում էլի մի երեխուն սիրես, մեկին չսիրես։ Ասես, չգիտեմ, մեկը լավն է, մեկը վատն է։ Բոլորի համար դու պետք է հոգ տանես։ Բայց այսօր մենք ինչ ենք տեսնում, հա? Տան այսպես համատությունը բերեմ, ասենք, տան տղամարդը փոխանակ մտածի իր ընտանիքի բարեկեցության համար, չնայած Նիկոլ Փաշինյանին դժվար է տան տղամարդ անվանելը։ Մտածումը չգիտեմ, հարևանի ասածներով ինչ ասես անի։ Գա հարևանի ասածներով առավոտը ցիրիկուն իր տունը երկու բաժակ խմի կռիվանի։ Այդ է համեմատություն, ուրիշ համեմատություն չկա։ Իսկ մենք բերելու ենք այն, որ երկրի ղեկավարը իրոք մտածի, ու մեր ծրագրերը բոլորը գնում են նրան, թե մեր ուժեղ խաղաղությունը, թե ուժեղ տնտեսությունը, Հայն ու Հայաստանը ապրելու են բարեկեցիկ։ Յուրաքանչյուր մարդ ապահովված է լինելու թե աշխատանքով, թե արժանապատիվ աշխատավարձով ու ամենակարևորը անվտանգությամբ։ Շատ կարևոր է այս ամեն ինչը։ Օրինակ տեսեք, այդ որ ասացիք, ես այս միտքը էլի եմ արտահայտել ու անընդհատ ուզում եմ արտահայտեմ, ինչքան շատ ոնց որ լսեն, այդքան լավ էլի։ Օրինակ ես լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիով, որ ունի մի քվեի իրավունքով, որ կարա գնա ընտրության ընտրի, ես այդ զգացողությունը ունեմ, որ ոնց որ ես երկրի ղեկավար չունենամ զուտ նրա համար, մի կողմ թողնենք իր գործելավոճը, որ ես իմ հայացքներով ընդդիմադիր եմ, օրինակ զուտ դրա համար։ Ես որևէ քաղաքական թիմի անդամ չեմ եղել, որևէ կուսակցության անդամ, այսինքն բավական անկախ մարդ եմ, էլի իմ ապրելակերպով, գործունեությամբ եւ այլն, բայց այդ զգացողությունը օրինակ ինձ չի լքում, մարդ եմ, էլի դա զգում եմ, sense հոգեվիճակային բան եմ այս բանը ասում, որ իմ երկրի ղեկավարը իմ երկրի կոնկրետ իմ համար իմ վարչապետը չի, իմ երկրի ղեկավարը չի, ոչ թե նրա համար, որ ես իրեն չեմ ընդունում, այլ նրա համար, որ ոնց որ ինքը լինի մենակ իր ընտրազանգվածի ու իր թիմի վարչապետը։ Այդ այն զգացողություն կա, որ մյուսներինը չի էլի ինքը ու դա ինքը ոնց որ ցույց տա։ Ճիշտ եմ նկատել։ Շատ ճիշտ եք նկատելու։ Ցավոք սրտի այն մարդը Հայաստանի Հանրապետությունում, ով որ թեկուզ Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագունը կամ ընտրազանգվածն է, բավական է կես քայլ շեղումանի ու նա կհայտնվի նրա թշնամիների ցանկում։ Նիկոլ Փաշինյանը դիտեք ինքը վախկոտ մարդ է։ Նրա բոլոր գործողությունները, երբ որ հոգեբանական տեսանկյունից վերլուծես նայես, նրա բոլոր գործողությունները տանում են նրան, որ ինքը վախկոտ է։ Ամեն ինչը ինչ ինքը անում, ասենք վախի մթնոլորտում է, նա վախում է, որ իր աթոռը կորցնի։ Հիմնական նրա վախը կայանում է դրանում, աթոռը կորցնելուց, աթոռը նրա համար ամեն ինչից վեր է։ Բայց նա ուղղակի չի պատերազմում, որ մնացել է մինչև հունիսի 7-ը նստի այդ աթոռին, ոչ ավել, որովհետև հայ ժողովուրդը վստահաբար եմ ասում, որ կունենա այդ խոհեմությունը ու նրան կճանապարհի հանգստի, թե որտեղ կհանգստանա ինքը, դա ասենք արդեն իրավապահ մարմինները կորոշեն ժամանակի ընթացքում, բայց ամեն դեպքում նա կգնա հանգստի։ Թող հանգստանա ամեն դեպքում։ Այո, թող հանգստանա։
Իսկ հիմա ժողովրդի խոհեմությունից որ խոսեցիք, ամեն դեպքում մենք նկատել ենք, որ մեր ժողովուրդը վերջի տարիներին, հատկապես վերջի 8 տարիների ընթացքում բավական սխալներ ա թույլ տվել, որ 3 սխալներն ա, որ մեր ժողովուրդը ավելի շարունակական ա կրկնում, դες կարող ենք 3 սխալ առանձնացնել։ Իսկ հիմնական սխալներից մեկը, որը ես նկատում եմ ամեն օր, մարդիկ ապրում են անցյալով։ Տեսեք, շատ դեպքերում, երբ զրուցում ես մարդկանց հետ, մի քանի նախադասությունից հետո ամեն ինչը գնում է դեպի անցյալ։ Անցյալում էսպես, նախկինում էսպես, դու չես կարող հետ նայելով գնալ առաջ։ Ինչ որ մի պահի դու կսայթատես կամ կհարված ես ինչ որ միտեղ, հա, դու իմացի անցյալի սխալները, բայց գնա առաջ։ Ոչ մի դեպքում պետք չի անցյալ նայել։ Վախի մթնոլորտը, որ արհեստական վախ։ Անկեղծությամբ եմ ասում, Սյունիքի մարզի գյուղերից մեկում ինձ հանդիպել է մարդ, ասում է ես վախում եմ հիմա խոսամ, որովհետև ինձ գործից կհանեն։ Երբ որ ես հետաքրքրվեցի ինքը որտեղ աշխատում, ինքը ասաց չեմ աշխատում։ Հասկանում եք, այնքան է այդ վախի մթնոլորտը ստեղծել, որ սովորական մարդն էլ վախում է։ Ես ուղղակի այդ մարդկանց խորհուրդ եմ տալիս մի պարզ բան, դնեն ցիլոյի նկարը, հա, ու փորձեն նայել ու իրենց վախը փորձեն կոտրել, որտեղ ասենք դրա տակ ոչինչ չկա։ Այսօր եթե մենք հանենք իրավապահ համակարգին, նա ոչինչ չունի անելու։ Նրա հիմնական հենասյունը դա իրավապահ համակարգն է։ Իրավապահ համակարգը, որ շինծու քրեական գործերով առավոտից իրիկում զբաղված են մարդկանց ապօրինի կալանավորելով։ Այստեղ կապ չունի քո ասացի մեջ ինչ կլինի։ Եթե նրանք ցանկացան քեզ ազատությունից զրկել, նրանք սկզբից կզրկեն, հետո մի բան կհորինեն, էլի նորմալ է։ Այսօրվա պես երկու։ Այդ գործելավոճը շատ ենք տեսել։ Այո։ Իրական առաջնորդը ինչ 3 հատկանիշներ պիտի ունենա, որ ժողովուրդը իրեն հավատա։ Իրական առաջնորդը ամենակարևորը պատասխանատվություն, հայրենասիրություն, մտել խիզախություն, որ չվախենա որոշումներ կայացնելուց։ Ոնց ժողովուրդը ճիշտ կողմնորոշվի, օրինակ ոնց նկատի այդ հատկանիշները։ Դե ժողովուրդը կնկատի այդ հատկանիշները նրա գործելավոճից, օրինակ այսօր մենք ասում ենք, որ մեր վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանը ինքը ունի այդ բոլոր հատկանիշները, մարդն իր կյանքով, իր գործով, իր ապրածով ցույց է տվել, որ նա ոչ միայն առաջնորդ է, այլ հայրենասեր է։ Տեսեք, շատերն ասում են Սամվել Կարապետյանը բարեգործություն արել, միայն քաղաքականությունում չի եղել, բա ինչ աներ։ Երբ որ մարդը չի եղել քաղաքական գործիչ, ոնց լիներ քաղաքականության մեջ։ Այսօր մենք ունենք շատ գործարարներ, չափից դուրս, Հայաստանի սահմաններից դուրս եւ թե Հայաստանում։ Կա մեկը, որ արել է թեկուս կեսի չափ Հայաստանի համար, Արցախի համար, ինչքան արել է Սամվել Կարապետյանը։ Ոցե խնդիրը այն է, որ արել է, բայց չի գովազդվել տարիների ընթացքում։ Օրինակ լուր արել է, չէ՞։ Սամվել Կարապետյանը մինչ այսօր հրապարակված չի, նա թույլ չի տվել հրապարակել բոլոր բարեգործությունները։ Տեսեք, այստեղ հայրենասեր լինելու հիմնական ցուցիչներից մեկը ամբողջ աշխարհով մեկ մարդ, ով Forbes-ի ցուցակում է գտնվում, նրա ընկերությունների ցանցը անվանումը հայկական է, Տաշիր։ Սա մեծ բան է։ Մարդիկ չգիտեն ինչ է դա։ Ես կմտածի հապավումներ են, ես կմտածի ինչ որ չգիտեմ, ընկերության անունը, բայց այդ մարդը իր ծննդավայրի անունն է դրել։ Իր հայրենիքի անունը, որ հետագայում սերունդները տեսնեն, կարդան ու հիշեն, որ դա իրենց հայրենիքն է։ Սա հայրենասիրության դրսևորում է։ Բարեգործությունները հայրենասիրության դրսևորում է։ Օրինակ ես Վանաձորի մի հատ գեղեցիկ պուրակ կա, սիրում եմ այնտեղ գնալ քայլել, սուրճ խմել, երբ որ լինում եմ Վանաձորում, այդտեղ զբոսնում էի ու պատահական, ես էլ չգիտեի, էլի, ասես պատի վրա մի հատ փոքրիկ քարից ցուցանակ ուղակի տեսա, որ այս այգին վերանորոգվել է Տաշիր բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Ուտենց մի քանի բան, որ պատահական է աչքովս ընկել, համացանցում չեմ տեսել։ Պատահական ձեզ մի քանի տեղ կասեմ, այցելեք Հյուսիսային պողոտայում, ցայտ աղբյուրները Տաշիր, ամբողջ Հյուսիսային պողոտան Սամվել Կարապետյանի միջոցներով։ Դե Տաշիր քաղաքում իհարկե տեսել եմ մշակույթի ամբողջ Հյուսիսային պողոտան Տաշիր Սամվել Կարապետյանի միջոցներով է վերականգնվել։ Պրոսպեկտում անցումը Տաշիր դեպի Մալիբույի այգին ու անցումը, էլի ցուցանակը կտեսնեք, որ դա
կառուցվել է, վերակառուցվել է Տաշիր հիմնադրամի կողմից։ Այդ մարդը շատ բան արել, ուղղակի ինքը չի ասել։ Դե այդ օրինակ ամենամեծ բաներից, որը որ այդքան զինվորների կյանքեր փրկեց, դա Ստեփանակերտի գլխավոր հիվանդանոցն էր, որ մոտ 20-25 միլիոն դոլարի ներդրումով շքեղ հիվանդանոց էր կառուցել նորագույն սարքավորումներով, տեխնիկայով, ամեն ինչով, ու Ստեփանակերտի հիվանդանոցը բոլորն էլ գիտեն, որ պատերազմի ժամանակ առաջի բուժօգնության վայրն է եղել վիրավորների Պարագայում առաջինը այնտեղ են տարել, այդ օգնությունը ցույց են տվել, վիրահատել են կամ չեն վիրահատել, բայց օգնությունը ցույց են տվել եւ արդեն Երևան են բերել վիրավոր զինվորներին կամ Հայաստանի այլ քաղաքներ։ Օրինակ այդ հիվանդանոցի մասին էլ կարծում եմ շատ քիչ մարդիկ գիտեն, որ ինքն է ամբողջությամբ 0-ից կառուցել։ Հիվանդանոցը միջազգային ստանդարտներին համապատասխանող հիվանդանոցն էր, որը նվիրաբերվեց Ադրբեջանին հիմա, հա։ Ասեմ ավելին, վերջերս Նարեկ Կարապետյանը շատ հետաքրքիր փաստ էր Սամվել Կարապետյանի բարեգործություններից ասաց, որ մեր հանրությունը տեղյակ չէր, երբ որ մարդը կարծում են 44 օրյա պատերազմի ժամանակ ինչ արել Սամվել Կարապետյանը, Նարեկ Կարապետյանը հայտարարելուց հետո ասաց, եթե ինչ-որ մի բան այնպես չի, թող պաշտպանության նախարարը հերքի, ու ավելի լավ կլինի այն ինչ գաղտնի չի համարվում, նույնպես հրապարակի։ 44 օրյա պատերազմի ժամանակ ամբողջ բանակի 80% սնունդը Սամվել Կարապետյանն է մատակարարել եւ ոչ միայն շատ բաներ, որը հրապարակային ասելու չէ։ Շատ լավ։ Հիմա քանի որ կանգ առանք Սամվել Կարապետյանի արասների վրա, շրջանառվում է fake ինչ-որ sense էջերով շրջանառվում է մի տեղեկատվություն, որը բավական լայն ձևով է տարածվում, էլի, որ sense երբ պատտվում ես կա էլի, օրինակ երբ սկրոլ ես անում, դա տեսնում ես, որ եթե Սամվել Կարապետյանը գա իշխանության, Հայաստանից 300,000 հոգի գնալու են Ուկրաինայի դեմ կռվելու։ Ճիշտ է, ծիծաղելու է, բայց տարածվում է այս լուրը։ Օրինակ մեկը ես չեմ ուզում գնամ Ուկրաինայի դեմ կռվել։ Դիտեք ասում ես, ամեն ինչը մարդ չի դել որ ժանից է, զավեշտ է, զավեշտ է, բայց եթե նույնիսկ ընդամենը 3 հոգի սրան հավատացել են, ուրեմն պետք է խոսել այդ մասին։ Լավ, բերեք այսպես ասեմ, ուրեմն տվյալ լուրերը, տվյալ ռոլիկները, էլի, հա, ասեմ ոնց են տարածվում։ Տարածվելը կարող եմ ասել, ստեղծվելու մասով չգիտեմ, բայց տարածողներին գիտեմ, տարածողները ուկրաինական սեփականատերեր կամ տնօրենների խորհուրդ ունեցող մի ընկերություն է, որը գտնվում է Եվրոպայում, Գերմանիա, Ավստրիա, Հայաստանի կառավարության կողմից ամենայն հավանականությամբ, որտեղ նրանք են պատվիրվում է տվյալ գովազդների տարածումը սոցիալական ցանցերում, Etsy տարբերակով, YouTube-ում, TikTok, Facebook եւ Instagram, եւ այնտեղ այդ միջոցներով իրենք տարածում են։ Այդ ամեն ինչը շատ հեշտ է այսօր իմանալը, երբ որ տվյալ գովազդը գալիս է, այնտեղ ներքևում գրված է, որ գովազդ ու ի նշան կա սեղմետի վրա ու գրված է թե ով է վճարել դրա համար։ Հիմա մենք եթե ասում ենք հիբրիդային պատերազմ, փաստացի տվյալ ավստրիական ու գերմանական ընկերությունները վճարում են Հայաստանում կեղծ տեղեկատվություն տարածելու համար։ Արդյոք սա հիբրիդային պատերազմ է թե ոչ։ Կա փաստը, ես ունեմ նկարները, ամեն ինչը կա, փաստարկված։ Արդյոք սա հիբրիդային պատերազմ է թե ոչ։ Իհարկե։ Այս մի քիչ խելացի մարդը, դիտեք, այսօր մենք խնդիր ունենք մեր սահմանները պահելու, ինչ Դոնբասի մասին է խոսքը։ Մինչ այսօր մեր մոտ չի եղել մի բան, որ մենք վարձկաններ ունենանք։ Ու մենք էլ պատրաստ չենք ուրիշ երկրի համար վարձկաններ լինելու։ Մեր գործը, մեր նպատակը մեր հայրենիքը պաշտպանելն է։ Այսօր մենք չունենք այն ռեսուրսը, այսօր մենք խնդրում ենք, որ Սփյուռքից մեր հայրենակիցները, մասնագետները գան, որ մենք ունենանք այն ուժեղ Հայաստանը, ու ինչ որ հիմար բառի բուն իմաստով, թե տարածողն է նման բաները հիմար, թե ստեղծողը որ տարածում են հանրության մեջ նման նյութեր։ Այսօր մենք հրավիրում ենք Սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցներին, մասնագետներին գան Հայաստան եւ լինել այն մարդկանցից մեկը, ովքեր կստեղծեն ու կկերտեն այդ ուժեղ Հայաստանը։ Ինչ Դոնբաս ժողովուրդ։ Չգիտեք, ինչն է հետաքրքիր, որ համենայն դեպս օրինակ էլի է sense նույնիսկ այս YouTube-ի գովազդները որ միացել է, ես այդ YouTube-ի գովազդների վրա եմ մեկ տեսնում, որ sense բերում է խաղաղության եւ պատերազմի ինչ որ sense կուսակցությունների տարբերակով են ներկայացնում, օրինակ 3 պատերազմ բերած Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է որպես խաղաղության sense
աղավնի, իսկ այն մարդիկ, ում օրոք կամ вообще պատերազմ չի եղել, ընդհանրապես պատերազմ չի եղել, կամ էլ օրինակ Սամվել Կարապետյանը, որը ոչ մի կապ չունի, չի եղել ղեկավարել Հայաստանը, որ իր օրոք լիներ կամ չլիներ պատերազմ, ներկայացվում են որպես ինչ-որ sense պատերազմ բերող դեմքեր, ու մարդկանց, չգիտեմ, օրինակ ես որ խոսում եմ մարդկանց հետ, փորձում եմ բացատրեմ, որ այդ մարդկանցից ոչ մեկին պետք չի, որ գան դառնան իշխանություն ու բերեն պատերազմ, էլի մտնեն պատերազմի մեջ։ Ոնց բացատրենք մարդկանց, որ այս պարզ ճշմարտությունները հասկանան, որովհետև արդեն 1 ամսից Հայաստանում ընտրություններ են ու մարդիկ ունեն կողմնորոշվելու խնդիր։ Տեսեք, մենք բազմից ասել ենք, մի անգամ էլ կրկնեմ։ Մենք պատերազմ չենք ուզում։ Միայն հիմար մարդը կարող ուզի պատերազմ։ Մենք ուզում ենք խաղաղություն, բայց այդ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ։ Ինչ է նշանակում արժանապատիվ խաղաղություն։ Ուժեղ հիմքերի վրա։ Ուժեղ հիմքերի վրա։ Մենք պետք է լինենք բանակցային սեղանի շուրջ, ոչ թե սեղանի տակ կամ ընդհանրապես սենյակից դուրս։ Մեր համար որոշումները այսօր Հայաստանի մասին որոշումները կայացվում են առանց Հայաստանի Հանրապետության ներկայության։ Մենք այդ ուժեղ Հայաստանն ենք ուզում, որ մենք բանակցենք։ Մեր ուժեղ խաղաղությունը հենց դրա մասին է, հենց ուժեղ դիվանագիտության մասին է, որ մենք կարողանանք այդ խաղաղությունը ունենանք երաշխավորված, որ ոչ թե ունենանք մի երաշխավոր, ոչ թե ունենանք վկա, որ մոռանում է հետո 2 օր հետո անունները, ոչ թե անունները, այլ անունը։ Երկրի անվանումը։ Երկրի անվանումը, վարչապետի անունը, հետո ինչ որ մրցանակ են տալիս, չգիտեմ, մի քանի 100,000 եվրո, միգուցե դրա համար այդ կինոն սարքվեց, չգիտեմ, բայց մեր նպատակը ունենալ երաշխավորված խաղաղություն, որ լինի մի քանի երաշխավորներ, որ լինեն զսպման մեխանիզմներ, որ մինչ սադրանքները մեր հարևան երկիրը հասկանա, էլի, որ ինչ որ բանի դեպքում իր համար լինելու է այս խնդիրները, հեսա լինելու։ Իսկ եթե խոսքը գնաց YouTube-յան գովազների մասին, ես միշտ հարց եմ տալի։ Այդ ինչի համար ընտրություններից շատ կարճ ժամանակ առաջ թույլատրվեց Հայաստանում ակտիվացվեց, չէ՞, գովազդը։ Ինչի համար։ Կարող է այդ ամեն ինչը կապ ուներ սրա հետ։ Ժամանակը ցույց կտա։ Ժամանակային համընկնում է բնականաբար, հա։ Միգուցե։ Եթե մեր ժողովրդին հնարավորություն ունենայիք ինչ-որ 3 բան ասել, որոնք կլինեին դրանք։ Կոչով եթե sense սիրել հայրենիքը, չվախենալ ոչ ոչից ու պատասխանատվություն ունենալ սերունդներին թողել են Հայաստանը, որը որ դուք ժառանգել եք։ Եթե ինչ-որ մեկը հայրենիքը չի սիրում, օրինակ կարող է մեզ լսի ու սկսի սիրել հայրենիքը, տենց հնարավոր է, թե ինչ է պետք դրա համար, որ հայրենիքը սիրի։ Գիտեք, ես չեմ կարծում ինչ-որ բանական մարդ, որ չսիրի հայրենիքը։ Չգիտեմ։ Նորմալ մարդ, ով հայրենիքը չսիրի, չգիտեմ, չեմ ճանաչում նման մարդ։ Ձեր պատկերացմամբ ինչ է նշանակում ուժեղ Հայաստան, էլի 3 բառով կարող եք նկարագրել։ Նշանակում ուժեղ Հայաստան։ Ուժեղ Հայաստանը դա մեր բոլորի պատասխանատվությունն է։ Ես ուզում եմ վստահեցնել մեր լսարանին, որ ուժեղ Հայաստանը լինելու է այն պետությունը, այն Հայաստանը, որ բոլորը երազել են։ Մեր առաջնորդը Սամվել Կարապետյանը երաշխավորել է այն բոլոր խոստումները, այն բոլոր ծրագրերը, այն բոլոր լուծումները, որ մենք առաջարկել ենք։ Եվ այդ լուծումները իրականացնելուց հետո վստահաբար մենք ունենալու ենք այնպիսի երկիր, ելի եմ կրկնում, որտեղ յուրաքանչյուր հայ մարդ ցանկանալու է ապրել, կերտել ու շենացնել իր երկիրը։ Ամենակարևորը վերականգնվելու է հայի պատիվն ու արժանապատվությունը։ Մենք sense նվաստացած չենք կարողանալու շատ ապրենք։ Իմիջիալոց շատերը կան, որ թեկուզ Նիկոլ Փաշինյանի կողմնակից են, բայց իրենք էլ են հասկանում, որ այսօր իրենք նվաստացած վիճակում են գտնվում։ Բայց զբաղեցնելով որոշակի, չգիտեմ, պետական պաշտոններ, չեն ուզում բարձրաձայնեն դրա մասին։ Ես այդ մարդկանց եմ ուզում դիմեմ ու ասեմ հարդելիներս, յուրաքանչյուր մասնագետ ուժեղ Հայաստանում իր տեղն ունենալու է։ Ամենակարևոր հանգամանքը դրա համար մաքուր ձեռքերն է ու հայրենիքի նկատմամբ պատասխանատվությունը։ Մենք ամենայն պատասխանատվությամբ ստեղծելու ենք այն Հայաստանը, որ մեր
սերունդներին համար, այսպես ասեմ, ամոթ չլինի, որ հետո մեզ չհարցնեն, էլ ինչ եք արել դուք այն ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը այս ամեն ինչն անում էր, չէ։ Այդ ուժեղ Հայաստանը, իրապես ուժեղ Հայաստանը, սա ոչ թե խոսքա, լինելու է ու լինելու է ընդամենը 30 օրից, ընդամենը 30 օրից։ Ինչ 30 օր։ Ինչ էս ոդքասթը մենք ցայնագրում ենք, դրանից հաշված 30 օրից է գալիս։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար, երևի սենց լավ նոտայով էլ, սենց դրական տրամադրված էլ մեր զրույցը ավարտենք։ Մեր հյուրը Արթուր Միքայելյանն էր, արդեն անցյալով ասեմ, Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, կհանդիպենք հաջորդ անգամ, հաջողություն։ Շնորհակալություն։